Ճիշտն ասած զարմացա, որ քեզ այդ տանը տեսա։ Սովորի էլ ոչ մի բանի վրա չզարմանալ։ Հետո մինչև երբ պետք է մեր լուրջ խոսակցությունների ժամանակ դու տես փիլիսոփայական երանգ տաս, ինչա չպատասխանես իմ հարցերին։ Ինձ հետ այդ տոնով չխոսես։ Մոնթեի տանը ինչ է իրանում։ Ուզում էի քեզ օգնած լինեի։ Ես քեզ լավ չհասկացա։ Ասեցիր մանկությանը տնկերուին կորելա, ես էլ փորձեցի գտնել պատճառը ու օգնել քեզ։ Չի կորել։ Թեկել հեռացել է, իմանալով։ Այ իմ ուզածն էլ հենց էդ էր։ Իմանալ, թե ինչ է արել։ Սխալ եմ ասում։ Եթե ալիքն ասպանել դատավորին, ուրեմն որն է եղել Պալաչի դերակատարությունը։ Հետ դու զաղից լավ պետք է իմանայիր։ Նույնիսկ ծիծաղելի է, բայց զարմանալի ձևով ես բոլորից անտեղյակն եմ դուրս գալիս։ Հիմա աղբերը դա սպանել Ադանայի օրը։ Ժանո, եթե ալիքը դա արած լիներ, ինչի պիտի Պալաչը վերցներ այդ ամենը իր վրա ու կորցներ աղջկան։ Մենակ դրա համար էիր գնաց Սեյրատուն։ Ես քեզնից չեմ վախենում, Ժանո ջան։ Պալաչի պոչը բռնելա պետք է։ Նա այն մարդն է, ով կբացի բոլորի դեմքերը։ Ուր են գնում, պապ։ Հիվանդանոց էլ ուր պիտի տանեն։ Ինչ հիվանդանոց։ Ես լավ եմ։ Լեզուդ հազիվ է պտտվում բերանումդ։ Հա, դու լավ ես, բա ոնց։ Քեզ ինչ եղել որ։ Պիտի Ադանային գտնենք, պապ։ Ես արդեն գժվում եմ։ Դու հասկանում ես, չէ՞ ինքը հիմա ում հետ է։ Դու ի վիճակի չես նրան գտնելու։ Ու մենակ դու ոչինչ չես կարող անել։ Ինձ ես խառպային, մենակ մնում էր դու ինձ դեմ գնայիր։ Ես էլ քո ասելով չեմ շարժվելու, Վլադ։ Դու իմ միակ տղեն ես։ Ու ես չեմ ուզում կյանքդ վտանգել։ Իսկ որ այդ անասունը հիմա Ադանայի կյանքն է վտանգում։ Էդ լավ է, հա, պապ։ Դե հիմա, որ հնար լինի կգտնենք, կվերադարձնենք այդ աղջկան։ Պապ, տենց մի խոսա։ Ինքը այդ դրանց ձեռն անգել իմ պատճառով։ Եթե ես այսօր ալիքի աղջկանից բաժանված չլինեի, սենց չէր լինի, Ադանային չէին բաղցնի։ Այդքանը հասկանալով դու պիտի վերադառնաս ալիքի աղջկա մոտ։ Մոռացիր, որ այդ աղջկան ալիքենք հանգիստ կթողնեն, քանի դու չես վերադարձել իր աղջկա ու քո երեխեքի մոտ։ Ես Ադանային կվերադարձնեմ, պապ։ Իսկ ալիքի աղջկա հետ լինելու մասին չեմ էլ ուզում մտածեմ։ Ուզում են սպանել։ Իրավուրում ես այդ աղջկա հետ չեմ լինելու։ Ու տենց ինձ մի նայի, պապ։ Գոնե աչքերը թարթի, գոնե այդ գոհայացքով բրես նայի, ու ներողություն խնդրի մեռնելուց առաջ։ Աղջ ինչ ես եմ Ուզում եմ սրան մորթեմ, բայց չի վախենում։ Կարմեն ջան, սալուտ տանեմ, կտաս դանակ։ Թող։ Ինչ ես անում։ Դու էլ ես հա սրա կողմնան ծել։ Բերիջի տեղա դու շարժում ես։ Դոլոսիայի ապուշ, եթե դու հանգարց իմը սրան սպանես, քո վերջը գալու է։ Հակառակը, ես կգտնեմ իմ երջանկությունը, ես կհասնեմ իմ Վլադիկին ու մենք միասին երջանիկ կլինենք մեր երեխաների հետ։ Լավ էլի Կարմեն ջան, օթերից ու երկնքից իջի, եթե մենք իրան ձեռ տանք կամ իմ ամորավատ լնելու համքո։ Իսկ ինչ ես ուզում։ Ոնց կանամ սրա դեմքին նայեմ ու չներվայնանամ։ Հիմա ես քեզ կասեմ, մենք պետք է իրան ճիշտ ձևով օգտագործենք, հասկացա՞ր։ Ուրեմն մի խելոք միտք ասա։ Սպանեք էլ ինձ, սպանեք ինձ ասատեք ձեզնից։ Չեղավ Ազիզ ջան, դու մի խառնվի։ Դու չես մեզ ասելու մենք ինչ անենք քեզ հետ։
Ասում եմ չբռնենք զանգենք Վլադիկին։ Զանգենք, հարցնենք տենանք, եթե ինքը որոշում է կոմոդ վերադառնա Կարմեն ջան։ Եթե չէ, իմանանք ոնց ենք օգտագործում մեր սիրելի Անդանեին։ Իսկ եթե զանգենք ու կանչենք այստեղ Վլադիկին։ Չէ։ Դու չես ինձ ասելու, թե ես իմ ամուսնու հետ ոնց վարվեմ։ Դու աղջի ջան, մի քիչ կամանց վախեցանք։ Ինչի՞։ Վախենում ես։ Հա, վախենում եմ։ Չգիտես, որ ես փոքրուց տղերից վախենում։ Լավ, կարոջա, ես գնացի քնելու։ Աղջի Կարմեն, հանգարց ջրելն եմ դնամ, այս խեղճ երեխուն մորթած լինես։ Ինչ մորթել Արամիկ։ Դու դեռ գործ ունես սրա հետ անելու, որ Վլադիկս էլ չուզենա այլ մոտ գնա։ Ոնց որ հանգիստ գնա քնի։ Ես չեմ նայի, թե դու ինչ տրամադրությամբ ես տուն եկել, ասելու եմ են, ինչ մտածում եմ։ Լսի։ Ոնց լսի։ Հիմա դու ինձ լսի։ Ես շատ եմ լսել։ Ինձ ումա չես դու շատ հաֆի, որ ինձ լսես։ Լավի, հա։ Նեսմիար, որ կատաղությունս քո վրա թափեմ։ Կատաղությունդ։ Ես սովոր եմ, ոչինչ, ինձ դրանից ոչ մի վատ բան չի լինի։ Ալիկ, մեր բոլոր դժբախտությունները ձեն-ձենի տված թափվել են մեր գլխին, իսկ մենք փոքր մարդիկ չլինելով, չկարողացանք ու չենք էլ կարողանում այդ բոլոր պրոբլեմների տակից դուրս գալ։ Հետևաբար, ես ինչպես բոլոր հայտնիները և հարուստները գնացի են, ինչ անունը, այդ բախտագուշակի մոտ, գիտես ինչ ասեց։ Ասեց, որ ես քեզ պիտի տանեմ իրա մոտ։ Ալիկ, դու հիմա ինձ ասա, երբ դու կկարողանաս, երբ ժամանակ կունենաս, որ գնանք, հայ դեպ Կարմենսի տան զանգեց, իրա մոտ ամեն ինչ լավ է, բայց մեր Մոնիկան, այ Մոնիկայի մոտ մեծ խնդիրներ կան, Ալիկ, այնպես որ ուզած-չուզած մենք պետք է գնանք։ Դու ինձ ասա, երբ կկարողանաս գնանք։ Իսկ երրորդ անասունդ ոնց է։ Վայ լավ էլի, Ալիկ, մեկ-մեկն հենց բառեր ես ասում, ախր մեծ տղա է, չի կարելի այդքան վիրավորել։ Վիրավորել։ Դու ես նապնիտ ոտի տակ առնեմ, սարքեմ չուլ ու պալաս, որ չկարողանա ոչ մի բան անել։ Ինչի ինչ է արել։ Որ գուշակի մոտ է իր գնացել։ Չասեց, թե հանճարեղ տղետ, ինչ է արել։ Նիետ։ Չգուշակեց հերթական դժբախտությունը։ Վայ նիետ էլի։ Արժալ։ Բախտագուշակի մոտ գնալու կարիք չկար, հասկանալու համար, որ մեր ընտանիքում դժբախտությունների պակաս չի լինելու, որովհետև մեր ընտանիքում անհաջող երեխեքի պակաս չկա։ Ալիկ, վախեցա, հա, ինչ է արել։ Աղջիկա գողացել։ Վայ կորանամ ես ոնց թե, Արամիկս, բա ինքը էդ տղեն, հա։ Ախր Արամիկս ինչ պրոբլեմ պիտի ունենա աղջիկների հետ, նա երբ ուզի, ում վրա աչք դնի, այդ աղջիկը իրանն է, այդ ինչ ես խոսում, Ալիկ, նա ոնց կարող էր այդպես խայտառակ բան անել։ Էս մի աղջիկա վրա Արամիկից շուտ նախքին փեսատ էր ձեռք դրել, անես որ տղատ խաղից դուրս էր։ Թե այդ անցած էտա Վլադիմիրին ինչի հիշեցիր։ Լավ Հերիկա, լավ, դու կարող գնանք։ Հանգիստ նստի, թող մարդ իրա գործն անի։ Ես ավելի կարևոր գործեր եմ։ Վերջ տուրա Հերիկա, մի հատ քեզ նայի, չուզեցիր կարգին բժշկական օգնություն ստանաս, գոնե թող բուժքույրը իրա գործն անի։ Մերսի, լավ, ես ամեն ես լավ եմ ասում Հերիկա։ Չմեմ վեր ենք տեղը վայ։ Մնում է նորից գնաց ալիքի շների բերան են գնես։ Եթե պետք է ես կարող եմ մի քիչ ուշ գալ։ Չէ, դուք ձեր գործն արեք։ Շատ շնորհակալ եմ։ Ասում եմ ձեր գործն արեք, նստի։ Ախ, մի տարբերակ էլ կա, բայց դժվարանում եմ այդ տարբերակին անցնեմ։ Այդ ինչ տարբերակ է։ Եթե դժվարություն կա, ասա։ Դժվարությունն իմ մեջ է։
Ինձ համար հեշտ չի զանգել այդ Վլադին Ադանայի մասին հարցը փորձանել։ Պարզան, դու այդ աղջկան չես սիրում։ Սիրում եմ։ Այդ աղջկա կյանքը քեզ համար կարևոր չի։ Կարևոր է, Լև։ Բա որ կարևոր է, այդ կարևոր բաները թողած ինչի մասին ես մտածում։ Եթե կարևոր է, ուրեմն զանգի իմացի ուր է այդ աղջիկը։ Քանի անգամ արդեն զանգել եմ, չի պատասխանում։ Հասկացանք, նորից զանգի։ Լավ, մերսի, Երիկա։ Դե ո՞վ է։ Ժանոնա, կարող ես ամի բան գիտի։ Բարի օր, Ժանոնա։ Բարև։ Կարող եմ իմանաս Ադանեն ուր է։ Հորը տեսա, ասես տնից գնացել է։ Զանգում եմ, չեմ կարող միանամ, անհանգիստ եմ։ Չես էլ իմանա։ Եթե քո հետ է ու չես ուզում շփվենք, այդ նորմալ է, մենակ ասա իմանամ, եթե քո հետ է հանգիստ լինեմ։ Եթե իմ հետ լիներ կմտածեի, շփվեք թե չէ։ Բայց հիմա ինքը այդ անասուն Արամիկի մոտ է։ Ինչա՞, ինչա սիր։ Իմ նախկին աներձակ Արամիկի մոտ է։ Այդ անասունը տարել է Ադանային ու հիմա փորձում եմ գտնել։ Երբ չհասկացա, այդ հայվանն ինչ գործ ունի Ադանայի հետ։ Իրա պրոբլեմը իմ հետ է։ Ուղղակի Ադանային է տարել, որ իրա ուզածին հասնի։ Ինչ է եղել։ Դու ինձ պետք է օգնես։ Ինչ էր ասում դա։ Իմ սիրած աղջկանով էր հետաքրքրվում, որը հեչ դուրս չեկավ։ Իսկ ես շատ կուզեի, որ ինքը այդ աղջկան քեզնից շատ հեռու տաներ։ Ես սիրում եմ քեզ։ Այնքան եմ սիրում, որ ուզում եմ կյանքս քո հետ կապեմ։ Ուզում եմ երեխաներ ունենանք, թոռներ, ծոռներ։ Ուզում եմ ծերանանք իրար հետ։ Վայ, քո խոսքերը։ Իմ խոսքերը քեզ անհարմարություն են պատճառում, թե ծիծաղ են առաջացնում։ Ուղղակի դու մի տեսակ շատ ռոմանտիկ ես պատկերացնում կյանքը։ Իսկ դու չես կարող նույն ձև պատկերացնես կյանքը։ Չէ։ Ինչի երբ գիտեիր հարուստ էի պատկերացնում էիր, երբ իմացար քո հարուստ արքայազնը չեմ, էլ ընդհանրապես ինձ քո կողքին չես կարող պատկերացնես։ Դե ուղղակի ես չեմ կարող ապրել այն կյանքով, որը դու ես ինձ առաջարկում։ Ուրեմն դու ինձ ընդհանրապես չես սիրել։ Քեզ մենակ իմ փողերն են հետաքրքրել։ Տենց չի։ Տենց է։ Եթե մի անգամ եմ քեզ խաբել, դու իմ հետ ավելի վատ ես վարվել։ Դու խաղացել ես իբր թե ինձ սիրում ես։ Դու ինձ չես սիրել։ Սիրում եմ։ Եթե սիրեիր, փակ աչքերով կհետևեիր ինձ։ Ուղղակի մի հատ խնդիր կա։ Գիտես դա որն է, որ ես քեզ չեմ ներել։ Համ էլ ես չեմ կարող ապրել այն պայմաններում, որոնցում դու ես ապրում։ Ու մի բան էլ, ինչքանով ես կարամ վստահ լինեմ, որ դու իմ փողերի համար չես իմ հետ։ Եթե ինձ փող պետք լիներ ու քո պես փողին կարևորություն տայի, քեզնից պակաս հարուստ չէի լինի։ Այդ ո՞նց։ Շատ սովորական։ Ես էլ քեզնից ոչ պակաս հարուստ պապա ունեմ։ Խաբում ես։ Իրականում իմ պապան հարուստ է, բայց ես թքած ունեմ իր հարստության վրա։ Կյանքում իմ համար կան ավելի կարևոր բաներ, որ ես ամեն ինչից վեր եմ դասում։ Իսկ ուր է քո պապան։ Ինչի է թողում, որ մենակ ապրես։ Այդ արդեն քեզ չի վերաբերում։ Ես եմ ընտրել այս կյանքը։ Ես նախընտրել եմ ապրել պարզ ճակատով։ Հիմա ընտրությունը քոնն է։ Պատրաստ ես իմ նախընտրած ճանապարհով գալ իմ հետ։ Պարզ է արդեն ինձ քո ընտրությունը։ Ալիկին կանչի։ Ես ստեղ եմ, ապեր։ Այնքան լավ է, որ մեկ-մեկ գոնե հիշում եք, իրար տուն եք գալիս գնում։ Ախր շատ էինք, Լև ջան, հեռացել։ Այդ հարաբերությունները քո Ալիկի համար չի։
ապեր անգինը մեզ խանգարում, հա։ Ինչի անգինը չգիտի, թե ինչ դուրակ լակոտ է մեծացրել։ Ու չփորձես ասել, որ բանից անտեղյակ ես։ Ապեր ես քեզ երբ եմ խաբեմ, որ հիմա խաբեմ, ապեր։ Վելև ջան, ինչ ես կանգնել, դու ես տանը օտար մարդ չես, նստի։ Անգին գնագործի։ Չէ, Ալիկ, ես ուզում եմ մնալ ու Լևին ճիշտ ներկայացնել մեր որդուն, թե չէ մենք կողքից այնքան չուզողներ ունենք, ու չգիտես Արամիկի մասին, թե ինչեր են Լևին ասել, երևի շատ վատ բաներ են ասել, ու Լևն էլ մտածում է, որ մեր տղեն անպետքությունա, չէ Լև։ Լսի, են որ ձեր Արամիկը քթերը քաշող է, են որ ձեր Արամիկը քցող է, են որ ձեր Արամիկը գործ տվող ու գործ սարքող է, ես դա գիտեի, բայց որ հիմա էլ սկսել է մարդ գողանալ, այդ ինձ համար նորություն էր, ու այստեղ ձեր այդ կողքի հարևանները ոչ մի մեղք չունեն։ Ինչ չմեղադրես, ապեր։ Ես էլ քո նման ու քեզնից էլ ավել գժված եմ։ Բայց ինչ անեմ։ Որտեղ է լակոտդ պահում պալաչի աղջկան։ Բավարի բանայի հիմա տանը հանգիստ նստած էի։ Ալիկ, դու հասել ես արդեն նրան, որ ես չեմ հավատում քո ոչ մի խոսքին։ Կարող ես չհավատալ, բայց եթե ես Արամիկի տեղը իմանայի, հիմա գտած ու բերած կլնեի ստեղ։ Ես կարծում էի գիտեմ, գնացի, բայց արդեն փախել էր այդտեղից։ Ես շատ բաների վրա աչք փակեցի, թե քո, թե լակոտների տարածքների վրա։ Ես դուրակ տղուտ չպատժեցի, լավ իմանալով, որ դա քայլեր իմ դեմ, իմ սկզբունքների դեմ։ Բայց էլ ներում բեկում չի լինելու, Ալիկ, ու ինձ համար մեկ է, որ Արամիկը քո տղեն է։ Ապեր, ասա ինչ անեմ, ապեր։ Ես որպես հայր իր համար ամենալավն եմ ցանկացել։ Հիմա էս է մեծացել։ Ասա ինչ անեմ, իմը չի քո տղեն է, ասա։ Ես արդեն այդ իրավիճակում եմ։ Ու դու իմ աղբերն ես։ Դու ոչ մի բանով տղուտ չես իջում։ Ձեռքերս կապած են, բայց Ալիկ կքանդեմ ես մի օր ձեռքերս։ Ապեր, տարբերություն քեզ ես հպարտ եմ, որ դու իմ աղբերն ես։ Պետք չի։ Ու պետք չի ինձնով հպարտանալ։ Ավելի լավ կանես լակոտիդ քտնես ու ասես, որ արագի մեջ այդ աղջկան վերադարձնի, մատով չկպնի։ Թե չէ իսկականից կմոռանամ ով ում բարեկամն է։ Եթե պապայի ասելով դա ստեղ պարկած է, ուրեմն կգտնեմ ու կասեմ, որ զանգի աղբոր է։ Եթե պետք է դաժե կարամ խնդրեմ։ Դու քեզ ինձ լավն ես համարում։ Ես քեզ նման բան չեմ ասել։ Երբ խոսում եմ հետդ, աչքերիս մեջ նայիր, թե արհամարում ես ինձ։ Սզացրիր արդեն։ Ինչ չես ինձ հանգից թողնում։ Հələ ճիշտն ասա, ամենաշատը ինչից ես նեղվում։ Կարող է նրանից, որ Վլադիկիս չես տեսնում։ Ոնց եմ ես իրան հասկանում։ Փաստորեն կարոտել ես։ Ես էլ եմ կարոտել, գիտես։ Ասում եմ ինչ երջանիկ մարդ է, չէ ինքը, ինչքան կարոտողներ ունի։ Չբռնենք զանգենք իրան, քանի Արամիկը քնած է։ Ով գիտի իմ աղբոր հետ այդ ապուշը։ Ես էլ հենց նոր քո մասին էի մտածում։ Ինչ լավ է, բայց հանկարծ սիրո խոստովանություն չանես, Վլադ։ Այստեղ մարդ կա հանկարծ կարող է խանդի։ Դե Ադանուշկա, մի երկու սիրուն խոսք փոխանցիր։ Հա, պաստորեն դու էլ ես խաղի մեջ։ Կարող ես սաղ քո պատվերով։ Բա գիտեիր ինչ։ Կարող է ինձ նվաստացնեիր ու մարսեիր։ Կարող է ինձ թողնեիր ու շարունակեիր ապրել ուրիշի հետ։
Չես պատկերացնում ոնց եմ վառելու ձեր ընտանիքին, եթե բաց չթողես Ադանային։ Ինչ տղա է։ Ուզում ա վառի մեզ հանուն քեզ։ Ուզածդ ինչ է։ Ասա ամեն ինչ կանեմ։ Սպասի բարձրախոսը միացնեմ, թող ինքն էլ քո ձայնը լսի։ Կարոտած կլինի քեզ։ Ադանա մի բան ասա։ Լսում ես ինձ։ Ձեն հանի, որ իմանամ լավ ես։ Վլադ, դու պիտի ես դերասանին ծիծաղկոտ դեմքը տեսնես։ Հազիվ է իրան զսպում, դրա համար էլ չի խոսում։ Կարմեն ջան, դու սուս մնա, էլի ընդհանրապես ձենդ չեմ ուզում լսեմ։ Խոսը աղջի, ինչ ես քեզ թանկացնում։ Վլադ։ Հաջան։ Հալո։ Ես ինձ ասում ա գիր, քեզ ասում ա հաջան։ Ինչ ա։ Ուր անասուն աղբերդ։ Հանգստանում ա։ Ինքը ծանր գործ ունի անելու, որից առաջ քնելը չի խանգարի։ Ինչ ես դուրս տալիս։ Որտեղ եք ձեր տեղն ասա։ Ես քեզ ավելի ուշ կզանգեմ։ Երբ որ Արամիկը արդեն տիրացած կլինի քո Ադանային։ Մենք կխոսենք։ Ես խոստանում եմ, որ քեզ համար դա անմոռանալի է լինելու։ Նույնիսկ տեղն ենք հատուկ ընտրել, որ քո սրտով լինի։ Ով կմտածեր, որ Արամիկս քո Ադանային կտիրանա այնտեղ, որտեղ դու մի խոսքով կզանգեմ։ Ալո։ Էդ ինչ չէիր վերցնում։ Անհանգստացար, որ ուշ վերցրեցի։ Ինչ ես անում։ Ապրում եմ, բալես։ Սովորում եմ առանց քեզ ապրել։ Հələ մի բան էլ դու ես նեղացած ձևանում։ Էլի չնեղանամ, հա։ Թողեցիր ինձ ու գնացիր, չգիտեմ ում պոչը բռնեցիր։ Քո արածը դավաճանություն էր, բալես։ Ես քեզ պիտի փող տամ, որ կարողանաս ապրես։ Այդ ովա քեզ այդ միտքը տվե, բալես։ Լևը։ Քեզ էլ ասեմ ու կարող ես իրանել հաղորդել, որ ինձ փող պետք չի։ Ես աշխատում եմ ու իմ հացի գումարը վաստակում եմ իմ հալալ կրտինքով։ Ուղղակի ինձ համար իմ ամենամեծ ցավը այն է, որ դու Լևի կողքին ես ու ես վախենում եմ, որ դու վատ ճանապարհով կգնաս։ Մամ, ինքը լավ մարդ է։ Ինձ դպրոց է ուղարկել, ինքը ուզում է, որ ես ճիշտ մեծանամ։ Հա։ Այդ սխալն էլ ես էի, հա։ Լավ։ Բայց գոնե շնորհակալ եմ նրա համար, որ քեզ էլի դպրոց է ուղարկել։ Պատմի տեսնեմ ինչ է եղել։ Այն գիշեր, երբ դատավորին սպանել են, դու դատավորի տանն էիր։ Կարելի է քո ձեռքով պատժել տական աղբորդ։ Ինչպես նաև Վալերիկին։ Դու եթե իմանաս պատմությունը, ոնց է եղել, էլ չես թողնում ես իմ պատիժը տեսնեմ, դու դա կանես։ Մարդիկ, ովքեր բաժանեցին ինձ ու աղջկաս, իրավունք չունեն ապրելու, ինչպես որ ես իրավունք չունեմ հանգիստ նստել ու սպասել։ Գետինը մտա, գլուխս առա փախա։ Լակոկները դրանց հրանալու, որ աղբերս վերջս տա։ Չմեկից վաղ չունեմ Լևից բացի։ Բժիշկը ինչ ասեց, ակնոցդ երբ ես հանելու։ Լավ, այդ տղեն ուր կարող է գնացած լինի։
Բոժը մոյ, ես հասկանում եմ անտարբերություն, բայց այս աստիճանի ոչ մեկիդ հետաքրքիր չի ես որտեղ էի, ում հետ։ Եթե աղբորդ հետ էիր, խոսա։ Եթե չէ, բարձացի սենյակդ։ Կգնամ, մանավանդ որ չեմ այրվում ձեզ հետ շփվելու ցանկությունից։ Իսկ դու գիտես ինչ ա եղել։ Չէ, ու չի էլ հետաքրքրում, ու վպրետ չի էլ հետաքրքրելու։ Այն ամենը, ինչը կապված չի իմ անձի հետ, հասկացաք։ Ես ինձ անընդհատ հարց եմ տալիս, որ մեկն է այս իրեկից ամենաանհաջողը։ Այդ ինչ ա եղել Արամիկին, ինչի եք խառնված։ Արամիկը այն աղջկան ա արևանգել, այն էլի, որ քրոջը տամուսնու հետ էր կապված։ Դենց բան ուղղակի չի կարա լինի, որովհետև մի քանի ժամ առաջ ես Արամիկին տանն եմ տեսել։ Չեք հավատում։ Գնա, հա։ Վերջապես երբ եք դուք հասկանալու, որ ինձ պետք է լուրջ ընդունել։ Եթե ասում եմ տեսել եմ, ուրեմն տեսել եմ։ Հենա, կամերաները հետ տվեք, զապիսը նայեք։ Վայ, ճիշտ է։ Ինչ էր անում տանը։ Չգիտեմ, ինչ որ Կարմենի սենյակն էր տակնու վրա անում։ Կակրաս Կարմենի սենյակում էլ կամերա եք դրել, չէ՞ իրան հսկելու համար։ Հետ տվեք, նայեք։ Հասար ուզածիդ, հա, սպանեցիր ինձ։ Ճիշտ է։ Կանգնած չես, բայց նստած ես դիմացես։ Ու դա նշանակում է, որ ես իմ ուզածին չեմ հասել, չեմ սպանել քեզ։ Ես չեմ խոսում իմ ողորմելի ֆիզիկական վիճակի մասին։ Դուք հասակ նրան, որ իմ աղջիկս ինձից երես թեքեց։ Ես դա չէի ուզում։ Ես կնախընտրեի մեռնել։ Քան թե կորցնել աղջկաս ու արժանանալ նրա ատելությանը։ Լուսի աղջիկս գիտի, թե ես եմ սպանել ծնողներին։ Դու ես մեղավոր։ Դու ստիպեցիր, որ վերսկսենք մեր պատերազմը։ Որովհետև ձեզ ճիշտ չպահեցիք։ Ոչ դու, ոչ Ալիկը, ոչ էլ Ադամը։ Սխալը քեզանից է սկսել։ Պատերազմի ժամանակ մենք իրար թիկունք էինք պահում։ Բայց դու հիմա հանկարծ որոշեցիր բոլորին դեմ դուրս գալ։ Է բնական է, որ դա ոչ մեկի դուր չէր գալու։ Դու լսի պատերազմի ժամանակ իրար թիկունք էինք պահում, որովհետև գոյություն ուներ փող եւ շահ։ Ճիշտ ես։ Մեզ շահն էր համախմբել։ Իսկ մեր շահերը հիմի ընդհանրապես գոյություն չունեն, տարբեր են։ Ու դա շատ վատ է։ Բայց ոչ այնքան վատ, որ փորձես անցյալի սխալները ջրի երես անել։ Կռվի դաշտում դու քեզ շատ ճիշտ էիր պահում։ Ինչի հիմա չփորձեցիր նույնն անել։ Սպանի ինձ։ Սպանի կանգնած եմ դիմացդ։ Սպանի, եթե դու դա չանես, ես եմ քեզ սպանելու։ Եթե միշտ երկար մտածեինք, կարայինք գլխին գնեինք, որտեղ կլներ դեպիրները։ Սպասիր Ալիկ, բայց այդ ինչ է Արամիկի խելքին փչել, որ այդ աղջկան տարել է Կարմենի տուն։ Կարծում ես այդ հանճարեղ միտքը քո դեպիրի գլխում է ծագել։ Իա, բայլում։ Քիչ աղջկատ։ Բակարծում ես ինչի է Արամիկը Կարմենի տարակները քրքրում։ Ուղարկել է բանալու հետևից։ Վայ Ալիկ, սիրտս անհանգիստ է։ Ես նրանց աքսորելու եմ Սիբիր։ Դու չէ ինչ Սիբիր։ Աֆրիկա։ Այդ է իսկական իրաց տեղը։ Իսկ դու ուր ես գնում։ Են տունը։ Ալիկ, ես էլ գամ էլի։ Յա։ Դա վատ չի մամուլ, անգործ չեք մնում։ Հետաքրքիր է անցնում ձեր օրը։ Իսկ դու կասես ուր էիր գնացել, որտեղ էիր։ Չէ, չեմ ասի։ Ինչի ասեմ, եթե իմ գոյության մասին մենակ այն ժամանակ եք հիշում, երբ ոչինչ չունեք անելու։ Քան անգամ
Փորձեցիր սպանել ինձ։ Դու լավ գիտես, որ ես չեմ սիրում կիսատ գործեր թողնել։ Երևի ծերացել ես։ Տարիքը դավաճանում է։ Քեզ պետք է ասեմ, որ կիսատ գործեր ունես, ու այդ քո կիսատ գործերից մեկը ես եմ։ Ու ես այս անգամ այս ամեն ինչը մինչև վերջ չեմ տանելու։ Իսկականից էլ ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու։ Այ, նորից քո հետևից ես ընկնում։ Հետո էլ մեզ բոլորիցս հախ ու հաշիվ ես պահանջում, թե ինչի սենց եղավ։ Դու կանդեցիք իմ ընտանիքը։ Ես էլ կորցնելու բան չունեմ։ Ես պետք է մինչև վերջ գնամ։ Ու ինչ պիտի անես։ Պիտի բերանդ բացես, պիտի խոսես, պիտի խաղակարտերը սեղանին շարես, լավ, բայց չմոռանաս, որ այս անգամ աղջկատ ես զոհասեղանին դնելու։ Ադանեիս չխառնեք։ Ինքնին սկզբանը խառնված է։ Ու եթե ուզում ես, որ այդ երեխան խաղաղ ապրի, դու էլ պիտի հանդարտվես։ Բերանդ փակ պահես ու լռես, որ ես էլ ինձ նեղություն չտամ քեզ վերացնելու, որ ոչ էլ դու հեռանաս ես կյանքից, ու այդ երեխուն թողնես պրոբլեմների մեջ, շրջապատված թշնամիներով։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ու ինձ չի թվում, որ դու իրան պատմել ես ողջ ճշմարտությունը, իր իսկ շահերից ելնելով։ Խափում է, Լև, խափում է։ Լսի, դու հասկանում ես, որ քո ասածով դու ինձ վիրավորում ես։ Հասկանում ես։ Քեզ խեմ վիրավորում, աղբորիցդ եմ խոսում։ Ժանո, եթե իմ հարազատ աղբերն ինձ խափում է, դա նշանակում է, որ ես իր համար ոչ մի բան եմ, պարզ է։ Չէ, Լև, դու իմ ասածների տակ ուրիշ բան մի մանարի, ու իմ ասածները քեզ որպես վիրավորանք մի ընդունի։ Պրոստը հաստատ համոզված եմ, որ այդ աղբերդ խափում է։ Խափում է։ Ինքը չի կարա չիմանա իր լակոտն ուր է։ Ինքը հաստատ գիտի իր լակոտը Ադանային որտեղ է պահում։ Հաստատ։ Լավ, Ժանո։ Ինձ մի հայացքն էլ հերիք է, որ ես հասկանամ, խափում է Ալիկը ինձ, թե չէ։ Մի հայացքը։ Լևոխր, ես էլ դու լավ գիտենք, որ այդ լակոտը իր հորով է վեր թռնում։ Այդ դաժե զուգարան առանց իր հորը ասելու չի գնում։ Հա, այդպես է։ Բայց այս անգամ ոնց որ Ալիկն ավելի էր անհանգստացած։ Բա հիմա ոնց ենք անելու։ Ադանային ոնց ենք գտնելու։ Ոնց դուրս կանք այդ լակոտի հետքին։ Ես Ալիկին ժամանակ եմ տվել գտնելու համար։ Որ միջով գտնենք այդ լակոտը մի բան անի Ադանային։ Չեմ կարծում։ Բայց վստահել չես կարող լինես։ Ժանո, ես զարմանում եմ քեզ վրա։ Ինչի՞։ Արա, եթե այդ աղջկան այդքան դու սիրում ես, չեմ հասկանում, ինչի՞ ես թողել, որ այն Ադամի լակոտը տիրանա դրամ։ Մի բարձ պատճառով, Լև, ես չեմ կարող մեկի հետ ապրեմ, որը 100%-ով իմը չի։ Ուրեմն այն սարա, որ 100%-ով քոնը լինի։ Ու ինչ պիտի անես։ Պիտի բերանդ բացես, պիտի խոսես, պիտի խաղակարտերը սեղանին շարես, լավ, բայց չմոռանաս, որ այս անգամ աղջկատ ես զոհասեղանին դնելու։ Խորամանկ ես, Վալեր, խորամանկ, շան հոտառություն ունես։ Ես իսկապես չեմ կարող վտանգել աղջկաս։ Եթե խոսեմ, Արսեն անիմաստ կդառնա իմ արարքը։
Ադանայի խաղաղ կյանքի համար պահված իմ լռությունը։ Բայց այդ տղայի համարը պետք է լինի ինձ մոտ։ Ալո։ Տղա ջան, զանգել եմ իմանամ, ինչ լուր ունես աղջկանիցս։ Մի անհանգստացեք։ Հայ բալամ, անհանգստանալու չանհանգստանալը թող ինձ։ Դու ավելի լավ ասա ինչ-որ բան, տեղեկություն, բան, ինչ-որ նորություն գիտես աղջկանիցս։ Որ իմանայի հաստատ առաջինը ձեզ կասեի։ Իսկ կարող են գյադ եմ, որ աղջկաց հետ հանդիպում էր։ Ինքը տեղյակ լինի աղջկանիցս։ Չէ, ինքն է տեղյակ չի։ Խոսել եմ հետը։ Չարժի, որ մի հատ էլ ես զանգեմ։ Չնայած սաղ դա է մեղավոր։ Ինչի համար էր մեղավոր։ Տղա ջան, մի բան, որ իմանաս աղջկանիցս։ Ես քեզ խնդրում եմ, ինձ տեղյակ պահի։ Ինչի ավելորդ լարվածության մեջ գցեմ, եթե դրանով բան չի փոխվելու։ Ես ամեն ինչը չէր լինի, եթե ես չորոշեի քաղաք տեղափոխվել։ Եկա գորիս վրեժը լուծելու, բայց մարդասպանին իմանալով հանդերձ բան չարեցի։ Ոչինչ, ես ես կյանքից չպետք է շտապեմ հեռանալ։ Պիտի ալիքի լակոտին գտնեմ, ալիքի լակոտը, ում պիտի ես են աշխարհ ուղարկեմ։ Արամիկ! Արի Արամիկ, հեսա մեր աղջիկը հետ տեղ ենք գնում։ Աղջիկը թողեիր մի կարգին քնեի էլ ինչ ես։ Արամիկ, դու դա էսյանեյան կարող է գիտես պարապեմ։ Հա, պարապես, բա ինչ ես։ Ասա, զբաղվելու բան եմ տվել, չես էլ ուզում։ Քույրիկ ջան, Կարմեն ջան, Անուշիկ ջան, քեզ 1000 անգամ ասեցի, որ ես տենց բան չեմ անի։ Զորը ո՞ե տանտերը չեմ անի։ Ուզում ես սպանենք, ինչ կասես, բայց չեմ անի։ Լավ։ Ես գիտեմ, թե ինչ կանեմ։ Ով կմտածեր, որ Արամիկս քո ադանային կտիրանա այնտեղ, որտեղ դու Գիտեմ, որ դու համարյա տեղ ես պահում ադանային գեժանքեր։ Ալո։ Վլադիկ, բա ես ուր ես։ Լսի, չես ուզում ես աղջկան տիրություն անաս։ Չնայած ինձ թվում է այլ չես էլ ուզի։ Իրան արդեն տիրություն անող եղավ։ Հələ սպասի հասնեմ քեզ։ Արի Վլադիկ, արի մեր տուն։ Գիտես չէ որ տունը։ Այն որ մենք պիտի միասին մեր սիրո առագաստը վայելեինք։ Արի ու հենց այստեղ էլ ինձ կսպանես։ Համեր մենք նշելու առիթ ունենք։ Ադանեն արդեն Արամիկինն է։